խաղաղության մասին, խաղաղության օրակարգի մասին, ասում է այլևս չի լինելու պատերազմ, բայց Ադրբեջանը շարունակում է նախապաշտպանների լեզվով խոսել, հարցազրույցում Ֆրանսիայի լրատվամիջոցի դրված Ալիևը խոսում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար պետք է սահմանադրությունը վերջնականապես փոխվի, այլապես անհնար է։ Այս պարագայում, երբ որ Ադրբեջանը Ալիևը էլի վերջնագրել է մեզ ներկայացնում, դա վստահելի խաղաղություն է։ Շնորհակալ եմ նախարարի համար, ես պետք է ասեմ, որ հարցազրույցներ նայելիս մենք պետք է այդ հարցազրույցներին ամբողջական նայենք, այսինքն բոլոր թեզերը լսենք։ Դուք կենտրոնանում եք միայն այն թեզերի վրա, որոնք կարող են բացասական ընկալում ունենալ, ինչը հասկանալի է իհարկե մեզ համար, բայց նաև այն դրական ազդակները, որոնք որ նույնպես հնչում են, եւ այդ նույն հարցազրույցը, որի մասին դուք խոսում եք, այնտեղ այդ ազդակները նույնպես եղել են։ Եթե նկատել եք, նաև խոսվում է այն մասին, որ մեր մեջ հաստատված է խաղաղություն, որ այս առումով մենք պետք է մենք ունենք բավականաչափ անելիքներ եւ բավականին պոզիտիվ նոտայով է ըստ էության ներկայացվում վերջին շրջանում երկու երկրների միջև ունեցած այդ խաղաղության առումով ձեռքբերումը։ Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ սրա վրա մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք, քան բացասական ազդակների։ Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությանը, դա մեր այո, ես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ եմ եւ սահմանադրության փոփոխությունը մեր ներքին օրակարգն է եւ դա նոր օրակարգ չէ։ Մենք հոգնել ենք կրկներուց, որ սահմանադրության փոփոխության մասին, անհրաժեշտության մասին մենք խոսել ենք 18 թվականից եւ 19 թվականի դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ գրել ենք, որ սահմանադրությունը պետք է փոխվի։ Դրա հիման վրա 20 թվականի սկզբում ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի աշխատանքները ցավոք ընդհատվել են պատերազմից հետո, հասկանալի պատճառներով, հետո 21 թվականի նախընտրական турբուլենտ շրջանում բնականաբար աշխատանքները տղությամբ չեն կատարվել, որովհետև քաղաքական ողջ համակարգում քաոս էր տիրում եւ սահմանադրական փոփոխությունների մասին խոսելը կատարելապես իռելևանտ էր այդ շրջանակներում։ Չնայած այդ ժամանակ նաեւ հիշում եք քննարկումներ կային կառավարման ձևի փոփոխության նպատակահարմարության, այսինքն քննարկում կար, բայց բուն աշխատանք այդ տղությամբ չէր կատարվում։ Ընտրություններից հետո արդեն 21 թվականի ընտրությունից հետո արդեն նոր բարեփոխումների, սահմանադրական բարեփոխումների նոր խորհուրդ ձևավորվեց եւ 22 թվականի մարտից, եթե չեմ սխալվում, արդեն քննարկումները այդ խորհրդում տեղի են ունենում եւ մենք աշխատում ենք սահմանադրական բարեփոխումների շուրջ եւ նոր սահմանադրության տեքստի վրա հիմա էլ յուրաքանչյուր ուրբաթ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը նիստ է գումարում եւ քննարկում է, թե ինչ դրույթ պետք է, ինչ դրույթ ենք մենք կարծում, որ պետք է նոր սահմանությունը իր մեջ ներառի։ Այսինքն այս աշխատանքները մենք արել ենք տարիների ընթացքում եւ սրանք մեր ներքին օրակարգն է։ Դուք ինչ գիտեք, ինչ կար եւ ինչ չկար։ Դուք Մենք այն ժամանակ հիմնական խնդիրը, որի շուրջ խոսել ենք, հետեւյալն է, արդյոք անհրաժեշտ է կառավարման ձևի փոփոխություն, այսինքն հետդարձ դեպի կիսանախագահական ձևի թե ոչ, այսինքն հիմնական առանցքային կետերի շուրջ քննարկում այն ժամանակ հրապարակային եղել է, ինչ վերաբերում է անկախության հռչակագրին, սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հիմա նույնպես այս շրջանում դրան չի էլ անդրադարձել, եթե ասում եք այն ժամանակ չէր քննարկում, հիմա էլ չի քննարկել։ Եվ տեսեք ինչի մասին է խոսքը։ Մենք գրում ենք սահմանադրություն, նոր սահմանադրություն, եւ բնականաբար մենք հիմա խոսում ենք այն մասին, թե ինչ պետք է լինի սահմանադրության մեջ։ Հետո եւ ես նորից եմ ասում, հոգնել եմ կրկներուց, որ դա բացառապես ներ հայաստանյան հարց է, ներքաղաքական օրակարգ է եւ նաեւ ողջունում եմ այն հանգամանքը, որ նաեւ այլ քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացնում ընտրություններին մասնակցել, սահմանադրական սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին են խոսում եւ կարծում եմ, որ դա շատ լավ առիթ է նախընտրական քարոզչությունը նաեւ վերածել բանավեճի սահմանադրության փոփոխության վերաբերյալ։ Շատ լավ է, որ այդ ներքաղաքական օրակարգը, որը մենք տարիների վեր առաջ էինք մղում, հիմա կարծես թե ընդլայնում է ստանում քաղաքական ուժերի մեջ եւ նաեւ այլ քաղաքական ուժեր սկսում են խոսել դրա անհրաժեշտության մասին։ Ինչ պետք է լինի
համանadrության մեջ դրա մասին է քննարկվում։ Այո։ Այ հենց հարցը դա է, անկախության հռչակագիրը պետք է լինի կամ հողում պետք է լինի։ Ես նորից եմ ասում, մենք այդ հարցը չենք քննարկել, եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա չպետք է լինի, որովհետեւ այն պատմական փաստաթուղթ է, որի արդիականությունը անցել է, այսինքն այն այլևս արդիական չէ։ Բայց դա չչեղարկվող փաստաթուղթ է։ Այն կա, անկախության հռչակագիր է եւ ինքը մնալու է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Անկախության հռչակագրի չեղարկում, հետ կամ չի, այդպիսի մեխանիզմ չկա, գոյություն չունի։ Բայց այն հարցը թե որքանով է արդիական անկախության հռչակագիրը, եւ ես նաեւ պետք է ասեմ անկախության հռչակագրի իմաստը այն ժամանակ որն էր, հիշում եք, որ անկախության նոր անկախացած շրջանում մենք չունենք սահմանադրություն եւ անկախության հռչակագիրն էր հիմքը այն օրենքների, որոնք որ ընդունվում էին պետական կառավարումը եւ քաղաքացիպետություն հարաբերությունները ապահովելու համար։ Այն ժամանակ դա էր։ Հետո երբ ընդունեցինք սահմանադրությունը, ապա այն տեղի շատ դրույթներ, որոնք անկախության հռչակագրում կային, այլևս դարձան ոչ արդիական։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։